Ցույց տամ ոնց ճիշտ օգտվել My System-ից ու ինչ հնարավորություններ է ձեզ տալիս Skype Edge-ը։ Սեղմելով ստեղծեք ձեր առիթի Edge-ը բաթոնի վրա, միանգամից կհայտնվեք Admin-կայի լոգինի հատվածում։ Այստեղ ունենք մուտք եւ գրանցում։ Եթե դեռևս գրանցված չեք, բնականաբար ձեզ պետք է գրանցումը։ Գրանցման մեջ որևէ բարդություն չկա, որից հետո մտնում ենք մեր account-ը։ Անմիջապես մուտք գործելով մենք արդեն կտեսնենք իմ առիթներ բաժինը, որը այս պահին դատարկ է։ Տեսնում ենք դեռևս առիթ չկա։ Ավելացնել առիթ, միանգամից բացված մոդալում տեսնում ենք ինչ տեսակի առիթներ կարող ենք ստեղծել։ Եկեք այս պահին ընտրենք հարսանիքը։ Հարսանիքի վրա կլիկանալուց հետո բացում է ինֆորմացիան լրացնելու տեղը։ Առաջինը մեզ մոտ առիթի անունն է, դա այն ինֆորմացիան է, որը երևալու է որպես մեծ ինֆորմացիա ձեր պոստերում։ Օրինակի համար գրենք Դավիթ Եվանի։ Տեսեք, ներքևի հատվածում ցույց է տալիս, թե ինչպես է այն երևալու կայքում։ Ընտրում ենք առիթի ամսաթիվը, հեսայի անունը Դավիթ, հարսի անունը Անի։ Եթե ուզում եք, կարող եք լրացնել նաև իրենց անգլերեն ու ռուսերեն տարբերակները, եթե այլ ձև է գրվում, եթե չէ, ինքը ավտոմատ լրացնում է։ Սեղմում ենք շարունակել, հաջորդ քայլում ստանում եք ինֆորմացիա, թե ինչեր է հետագայում չեք կարողանա փոխել, դրա համար խնդրում եմ ստուգեք, որ տվյալները լինեն ճիշտ։ Սեղմում ենք ստեղծել, մեր առիթն արդեն ստեղծված է։ Ամենասկզբում ունենք սեղաններ բաժինը, կայքը այնպես է աշխատում, որ ավտոմատ նոր սեղան սեղմելուց նոր սեղանի անունը գալիս է սեղան 1 ու այդպես հերթականությամբ 1, 2, 3 եւ այլն։ Ու տեղերն ենք նշում, թե քանի տեղ լինի։ Ընտրենք օրինակի համար 8 տեղ, նոր սեղան։ Հիմա տեսեք, եթե եւս մեկ նոր սեղան ավելացնեմ, արդեն կդառնա սեղան 2, ավտոմատ դրված է, որպեսզի ամեն անգամ չգրեք։ Նորից 8 տեղ ավելացնենք։ Հիմա յուրաքանչյուր սեղանին ավելացնում ենք հյուրերի քանակը։ Անունը առաջարկում է այստեղ հայերեն ու անգլերեն տարբերակով։ Անգլերեն տարբերակը նախատեսված է նրա համար, որ մարդիկ անգլերեն typing անելուց, սրճանելուց նորից կարողանան իրենց ճիշտ գտնել։ Հիմա օրինակ ընտրենք Կարեն, անգլերենը թողնենք ոչ պարտադիր։ Իդեպ, եթե չլրացնեք, միևնույնն է, այնպես է կայքը զարգաց, որ ինքը փորձելու է գտնի, բայց լրացնելու դեպքում 100% ճշտությամբ է գտնելու։ Բացի այն, որ կարող ենք ավելացնել հատակ, կարող ենք ավելացնել նաև ցուցակով։ Ցուցակով ավելացնելու համար գրում ենք անունը, օրինակ չգիտեմ, Նարե, enter, իջնում ենք նոր տողից ենք գրում։ Նարեկ, Սուրեն եւ այլն, ավելացնել 3 հյուր։ Յուրաքանչյուր սեղանի համար առավելագույնը քանի հյուր նշված լինի, այդքանից ավել չի թողնելու կայքը, որովհետեւ կարողանաք ավելացնել։ Եվ այսպես ավելացեցինք մի քանի հյուր առաջի սեղանի համար, եկեք մի քանի հյուր եւս ես ավելացնեմ երկրորդ սեղանի համար։ Տեսեք, հիմա լրացրել եմ 8 հյուր, 9-րդ հյուրը չի թողնում գրել։ Ինքը արդեն ցույց է տալիս, որ գերազանցել է։ Մեր հյուրերն արդեն ավելացվել են, իրենց կարող ենք տեղերով փոխել հերթականությունը, ոնց ձեզ հարմար է։ Եթե որևէ բան սխալ է գրել, ստեղ ունենք ջնջելու եւ edit-ի բաթն, որ կարող եք օգտագործել ու կամ փոփոխություն կատարել կամ հեռացնել։ Հիմա նախ ծանոթանանք հղում բաժնին, որպեսզի ամեն ինչը ավելի պարզ լինի։ Հղում բաժնում մենք այստեղ ունենք նախադիտում հատված։ Նախադիտումը ցույց է տալիս այն ամեն ինչը, ինչ որ ձեր հյուրերը տեսնելու են։ Սեղմելով նախադիտում ցույց է տալիս, թե ինչպես է երևալու ձեր հյուրերին, բնականաբար ոչ այսպես ամբողջական էկրանը, սա պարզապես նախադիտում, այստեղ ունենք պլանշետ, հեռախոս տարբերակներ, որպեսզի կարողանաք երեքն էլ տեսնել, ու երբ որ մարդը փնտրում է իր անունը, օրինակ Սուրեն, այստեղ վերում են տարբերակները, Սուրենի վրա սեղմելով բացում է սեղան 1, ովքեր են լինելու Սուրենի հետ տվյալ սեղանի շուրջ եւ սեղանի համարը ամենակարևորը։ Այստեղ տեսեք ձեր սեղանը, դուք այստեղ կա մուտքագրեք ձեր անունը սեղանը գտնելու համար, ուրախ ենք ձեզ տեսնել մեր հարսանիքին։ Այս ամբողջական ինֆորմացիան կարող եք փոփոխել տեքստ բաժնից։ Տեքստ բաժնում ունենք վերնագրի ցուցադրումը, ինչպես երևա, Դավիթ Եվանի, Դավիթ նշանից and Անի, ողջույնի տեքստում ունենք ուրախ ենք տեսնել մեր հարսանիքին, որոնան համակարգում մոդքագրեք ձեր անունը սեղանը գտնելու համար, մի խոսքով ամբողջ ինֆորմացիան, որ ձեր հյուրերը տեսնում են, կարող եք փոփոխել տեքստ բաժնից։ Դիզայն բաժնում ունենք պատրաստի շաբլոններ կայքի համար, այսինքն եթե այստեղից ես հիմա օրինակ փոխեմ գույները սա դնեմ, բացի այն, որ այստեղ կան պատրաստի ինչ-որ շաբլոններ, կարող եք նաև դուք custom շեշտի գույնը, ֆոնը, տեքստի գույնը ամբողջը կարող եք ընտրել։ Հիմա օրինակի համար ընտրենք սա, պահպանում ենք, այստեղ իդեպ կարող ենք վերնագրի տառատեսակներ փոխել, լողացող մասնիկներ ավելացնել, գալիս ենք հղում, տալիս ենք նախադիտում, տեսնում ենք, որ արդեն գույները փոխվեց, եղավ այն գույներով, ինչ որ մենք ենք դրել։ Ներքևում ունենք ֆոնի նկար եւ զույգի լուսանկար, որտեղ կարող եք ներբեռնել ու դա կլինի ձեր կայքի լուսանկարները։ Հիմա այստեղ օրինակ ընտրենք ֆոնի նկար։ Ինքը ավտոմատ առաջարկում է crop անել հենց հեռախոսի ֆորմատի համար, քանի որ ավելի շատ ենթադրում եմ, որ հեռախոսով են օգտվելու մարդիկ, կիրառել, վերբեռնում է ու ընտրենք զույգի նկար, այստեղ արդեն քառակուսի տարբերակով, որովհետև կլորի մեջ վերցված է լինելու, ու տեսեք, մոտավոր այսպեսի պատկեր է լինելու այս էկրանին, ու հիմա կտեսնենք ինչպես է լինելու ընդհանուր։ Այստեղ կարող ենք ֆոնը մի փոքր ավելի մքացնել, բացացնել, ոնց կցանկանաք։ Պահպանում ենք փոփոխությունները, գնում ենք հղման edge, բացում ենք նախադիտում բաժին ու արդեն տեսնում ենք մեր նկարով ու մեր հետևի ֆոնով տարբերակ։ Այսինքն ամբողջությամբ փոխեցինք տեսքը այնպես, ինչպես կուզենանք։ Ու հեռախոս սեղմեց, արդեն տեսեք հեռախոսի դեպքում ինքը ցույց է տալիս այն crop-ը, որը որ նախատեսված էր հեռախոսների համար։
Պաստար բաժնում առկա են մի քանի արդեն գունային ոճեր, որոնք կարող եք ընտրել ու հենց դա տպագրել, եթե ոչ, կարող եք PNG բարձր որակով ներբեռնել հենց այս պաստառները, կարող եք SVG վեկտոր տարբերակով ուղղակի ներբեռնել, ինչպես նաև կարող եք ուղղակի ներբեռնել QR կոդը, ելի PNG կամ SVG տարբերակով ինքներդ անել custom design։ Վրայի գրված ինֆորմացիաները եւս փոփոխվում են, ամիս ամսաթիվը վերցնում է ձեր նշած ամիս ամսաթիվը, վերնագիրը փոխվում է, ենթավերնագիրը փոխվում է։ Ունենք նաև տպագրության ծառայություն, կարող եք պատվիրել տպագրություն մեզնից, անհատական դիզայնով, ձեր անհատական դիզայնով, ինչպես ձեզ հարմար է, ունենք առաքում կամ դուք ինքներդ կարող եք մոտենալ վերցնել։ Երբ անբան արդեն պատրաստ է, դիզայնը կա, սեղանները կան ընտրված, ձեզ ուղղակի մնում է ակտիվացնել, որպեսզի ձեր հյուրերը կարողանան տեսնել։ Սա լինելու է հղումը, որ կարող եք նաև ուղարկել ուղղակի մարդկանց նախորոք, ակտիվացնելու համար տեսեք, ես չունեմ փաթեթ։ Պետք է ունենալ փաթեթ։ Ստեղծում ենք թարմացնել փաթեթները, այստեղ տեսնում ենք փաթեթները իրենց արժեքներով, ընտրում ենք որը որ մեզ հարմար է, ստեղծում ենք գնել։ Եթե պրոմո կոդ ունեք, կիրառում եք, եթե չէ, ուղղակի գնել կոճակի վրա եք սեղմում, բացվում է Ամերիա բանկի պաշտոնական կայքեջը, սա մեր կայքեջի հետ ընդհանրապես կապ չունի, ձեր տվյալները ամբողջությամբ պաշտպանված են ու դուք վճարում եք Ամերիա բանկին իրենց կայքեջի հարտակում, ուղղակի այնտեղ վճարում եք, նորից ձեզ ռեդայրեկտ անում մեր էջ։ Դրանից հետո, երբ որ արդեն փաթեթը կլինի ակտիվ, մտնում եք հղում բաժին ու հղում բաժնից տալիս եք հրապարակել եւ ստանալ հղումը։ Սեղմում եք հրապարակել ստանալ հղումը, ակտիվանում է ու կարող եք սա պատճենել, ուղարկել ձեր հյուրերին, հղումը այստեղ ներքևում նշված է, սա քան դեռ չեք հրապարակել, չի աշխատում բնականաբար անվավեր հղումը, երբ որ հրապարակեք, արդեն անվավեր հղումը կդառնա վավեր հղում ու կսկսի աշխատել։ Եվ վերջ, այդքան բան։